Բարի երեկո, դուք դիտում եք հորիզոնը։ Վարչապետը այսօր լոռիում էր, Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին, զրուցել է նաեւ բնակիչների հետ։ Լոռու մարզ այցելության վարչապետի առաջին կանգառը Վանաձորում էր, այստեղ հիմնանորոգվել է 1,8 կիլոմետր երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը, ծրագրի ընդհանուր արժեքը 553 միլիոն դրամ է։ Նիկոլ Փաշինյանը կարևորում է ճանապարհների որակյալ սպասարկումը։ Հիմա ենթադրում եմ իմ այցի կապակցությամբ ճանապարհը մաքրվել է, չէ՞, ճանապարհը կեղտոտ է։ Այսինքն մաքրության ստանդարտը այդտեղ է, ինչն ենք հավանում, մաքրում, ինչն ենք հավանում ոչ մաքրում։ Մեր հանրապետությունում համարյա սևգույնի ասֆալտ չկա։ Բոլորը այս ավազի գույնի, փոշու գույնի ասֆալտ։ Թեև չեն կարող։ Այսինքն ասֆալտը, պարզը չեմ ասում մյուս սևության պետք է լինի, որ պարզավոր բանի, բայց այստեղ խնդիրն է, պետք է հասկանալ ոնց է։ Գոնե գիտեք ինչ այն ճանապարհները, որ նոր անում են, այդ ճանապարհները, այսինքն փորձ ենք ամեն ինչը նոր ստանդարտով անել։ Քաղաքացիների այն դիտարկմանը, թե ուրախ են վարչապետին շենացող քաղաքում տեսնելու համար, Նիկոլ Փաշինյանը նկատում է, դժգոհ են շենացման տեմպերից։ Ես տեսնում եմ, ինչը լավ է տեսնում եմ, ինչը վատ է տեսնում եմ։ Ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։ Ես եթե խնդիրներ կան, խնդիրների մասին։ Իսկ գլխավոր խնդիրը հավաքվածների համար տնակների հարցն է, վարչապետի խոսքով երկու կատեգորիա կա, մեկը վերաբերում է երկրաշարժի հետևանքով տունը կորսրածներին, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, իսկ մյուսն այն մարդկանց, որոնց նկատմամբ պետությունը չունի պարտավորություն, որովհետև մարդն ուղղակի տնակի մեջ է ապրում։ Նրանց նկատմամբ ով տուն նկատմամբ պետությունը պարտք չունի, այդտեղ մենք առնվազն այդ բանաձևով անելիք չունենք։ Նրանց ում նկատմամբ պարտավորություն ունի ԲԳՎ-ները կտանք, տները կառնեն, պայմանով, որ ով ԲԳՎ պետք է այդ տնակները քանդվեն պարտադիր, ուրիշ պայման չկա, որ ԲԳՎ-ն վերցրեն տունը ձեռք բերեն, ցավոք տենց դեպքեր կան հանրապետությունում, որ ԲԳՎ-ն վերցնում են կամ բնակարանա ձեռք բերվում, հետո ընտանիքի մի մաս շարունակում է տնակը պետք է քանդվի, որովհետև տնակը ենթադրում եմ համայնքային հողի վրա է, չէ՞։ Այսինքն այդ հողը պետք է վերադարձվի համայնքին։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում է, այստեղ մարզադահլիճ է կառուցվել, պետական բյուջեից հատկացվել է 224 միլիոն դրամ, ընթացքի մեջ են նաև դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Շրջայցից հետո կառավարության ղեկավարին այստեղ եւս քաղաքացիներն են սպասում։ Միհարելը, երբ որ մարդ միհարում է, այդ լավ է, ոչ թե բան։ Նրանց բարձրացրած խնդիրն էլ վերաբերում է տնակային ավանին։ Քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո պետք է բնակարան ունենար, Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում։ Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի։ Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնին վիճակի մեջ, որ մարդիկ իրանք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն եւ իրանք համար բնակարան ձեռք բերեն։ Ըստ վարչապետի խնդրի լուծման ամենաճիշտ ձևը կլիներ նրանց երեխաների համար նորմալ կրթության ապահովումը, որ մեծանային եւ իրենց աշխատանքով կարողանային իրենց տունը գնել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե այդ բանաձևն ի սկզբանե կիրառված լիներ, շատերն արդեն իրենց տունը կունենային եւ տնակներում չէին ապրի։ Կառավարության ղեկավարը հաջորդ թիվ ուղևորվում է ծանոթանալու Սպիտակ Վանաձոր միջպետական ճանապարհի 11,8 կիլոմետր հատվածի հիմնանորոգմանը։ Մարդն է, չէ՞, մեր նման ճանապարհի վրա անցնում է, ինքը տենում է, որ հարթության հետ խնդիր կա։ Մտածում է, սիստեմի բան են չի, բայց գոնե իմանան, որ կառավարությունը գիտի տեղակա եւ կոմունիկացիան ենք։ Ես էլ որ անցնում եմ, զգում եմ, որ այն լավագույն բանը չի, մարդիկ էլ կմտածեն, բայց այս կառավարությունը չի տենում սա։ Եկեղեցին թող լավ սարքի, իր ռեպուտացիոն պրոբլեմ է, բայց գոնե մարդիկ կիմանան, որ փողը պահվե դրա համար եւ ոչ թե տենց ուղղակի աչք ակել մենք այդ պրոբլեմի։ Մենք այս տարին ամբողջ հանրապետությունում 26 ընդունված ճանապարհ ունենք, որի համար վճարումները կեսից ավելի պակաս են կատարել։ Ինչ են անում այդ ճանապարհը։ Շտկումներ են տալիս։ Այդ մասին պետք է իրազեկել, նկատում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորում է նաև հետագայում պարզելը, թե որտեղից են ճանապարհներին առաջանում խնդիրները։ Պատճառը երթևեկության ինտենսիվության չափն է, թե շինարարության որակը։ Վահագն Հակոբյան,
Հորիզոն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Հանդիպմանը կողմերը անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին, նշել, որ հանրաշտ քայլեր է պետք ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Դրական է գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը, դա դիտարկելով որպես գործնական քայլ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջային կապերի խորացման ուղղությամբ։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 4,4%-ով, դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում պետական պարտքը աճել է 5,8%-ով, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարարը։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1%-ային կետով, նշել է Հովհաննիսյանը, ընդգծել, որ ըստ ներգրաված արժույթև ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը վերջին տարիներին աճել է հասնելով 50%-ի, ինչը դրական ցուցանիշ է։ Հորիզոնի նկարահանող խումբը երեկ եղել է Կիրանցում, ինչ է փոխվել կիրանցիների կյանքում սահմանազատումից հետո։ Մանրամասները մեր հատուկ ռեպորտաժում։ Մեկ տարի առաջ 2024-ի ապրիլի 23-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ ղազախատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Արդյունքում սահմանազատվեց 12 կիլոմետրանոց հատված։ Անվտանգային ինչպիսի հարցեր են լուծվել։ Մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել սահմանամերձ այս բնակավայրերում ապրող մարդկանց կյանքում։ Շանթ հեռուստաընկերության նկարանող խումբը բացառիկ հնարավորությամբ այսօր Կիրանցում է, զրուցելու մարդկանց հետ, ծանոթանալու նրանց առօրյային ու նրանց զգացողությունների մասին, պատմելու հեռուստադիտողին։ Կիրանցի մուտքը խորհրդանշող խաչքար հուշաքարն է։ Արծվի խրոխտ հայացքի ներքո Կիրանցի մուտքի մոտ ամեն օր եռուզեռ է։ Այս հատվածով է անցնում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, որին զուգահեռ սահմանազատումից հետո կանգնեցված հայտնի պատն է։ Այն բոլորովին էլ սահմանագիծը չէ, ինչպես կարծում են Կիրանցից հեռու ապրող շատերը, այլ այն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի։ Արդեն մեկ տարի է սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար հայելային կերպով ծառայություն են իրականացնում ոչ թե պաշտպանության նախարարության, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ռազմաճակատի գիծը վերածվել է սահմանագծի։ Ինչ է փոխվել։ Առաջին հարցը, որ ուզում ես անմիջապես տալ, այն է, թե ինչպիսի մթնոլորտում են ապրում տեղացիները, կան արդյոք կրակոցներ։ 32 տարի անընդհատ մեկ վրա կրակելով եւ այլը, այսօր, հասկանալի պահով ոչ մի ձևի կրակոց չկա, ոչ մի բան չկա, բայց չգիտենք վաղվա մասին ինչ կարալի, որովհետեւ մենք հələ չենք եկել հասել այդ փուլին, որ հասկանանք վաղվա մասին ինչ կարալի, բայց այս պահին սահմանազատումից հետո ոչ մի կրակոց չի եղել։ Մենք ապրում ենք մեր բնականon ձևով, վախ չկա, ոչ մի խոչընդոտ չկա, հանգիստ, նորմալ վիճակ։ Կրակոց ևս չկա։ Չէ։ Այդա Խոջայանի ընտանիքին պատկանող տունը սահմանազատումից հետո քանդվեց, քանի որ ուղիղ այն մասում էր, որտեղով պետք է անցներ նոր ճանապարհը։ Ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության նոր ծրագրում։ Սպասում են լավ եղանակի, որ ստացած 21 միլիոն դրամով իրենց նոր տունը կառուցեն ու դուրս գան ժամանակավոր այս կացարանից։ Մենք սիրում ենք մեր գյուղը, կամանանք այստեղ։ Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է մոտ 85 տուն, սահմանազատումից հետո մեկ տուն էլ մնաց սահմանից այն կողմ։ Տանտերը Մհեր Սիմոնյանը կառավարությունից ստացել է փոխհատուցում ու Կիրանցում նոր տուն է գնել։ Այժմ զբաղված է հիմնանորոգման աշխատանքներով։ Առհասարակ 1990 թվականից մինչև 2020 թվականը Կիրանցում կառուցվել է ընդամենը մեկ տուն, իսկ հիմա շինարարական եռուզեռ է։ Նոր ծրագրով կառուցվում ու կառուցվելու են 45 նոր տներ։ Շատ ուրախ ենք, որտեղ ես ունեցավ իր հիմնական տունը, գյուղի չի բացակայելու, հիմա արդեն գլխին ծածկ ունի, տուն ունի, ազգային ժողովի դեպուտատ Գեգամ Նազարյանի ծրագիրն է, շատ ուրախ ենք, որ ծրագիրը ընդունվել է, առաջարկը չի մերժվել։ Բնակարանաշինության այս ծրագրով կառավարությունը սահմանամերձ համայնքներում ապրողներին նախ հատկացնում է 16 միլիոն դրամ տուն կառուցելու համար, ապա եւս 5 միլիոն դրամ տան ներքին հարդարման համար։ Այժմ ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի 4 եւ Վայոց ձորի 1 գյուղում։ Նաեւ սա է պատճառներից մեկը, որ օրինակ Կիրանցում գյուղից արտահոսք չկա։ Ավելին գյուղ է տեղափոխվել Աչաջուր գյուղից
մի ընտանիք, որը դարձյալ այս ծրագրով գրեթե ավարտին է հասցրել նոր տան կառուցումը։ Տան հայրը մանկավարժ Արտակ Աստանյանը նոր տան համար վայր է ընտրել գետի հարևանությամբ ամայի մի տարածք, որտեղ նրա խոսքով փուշ ու տատասկ էին։ Զուգահեռ նաև հիմնել է այգի ու որոշել, որ այս տարի անպայման բերք է ստանալու, եթե ոչ ծառերից, գոնե ազնվամորուց։ Արդեն մենք հիմա հանգիստ ենք, որովհետև կա այդ փշալարը, եւ այդ փշալարից այս կողմը այն կողմ մարդիկ ազատ ելքումուտ չունեն։ Գիրանցում շինարարների պակասը լրացվում է դրսից կամ կողքի գյուղերից եկած վարպետներով։ Վարպետներն իրենք են նշում, սա նաև այսպես ասած խոպանի այլընտրանքն է։ 28 տարի խոպան եմ գնացել, 28 տարի, այս ծրագիրը որ ստեղծվել է, ես արդեն ստեղ եմ մնացել։ Ոստեղ եմ աշխատում իմ բրիգադով, այուն գերոջս հետ, այնքան ուրախ ենք, որ այսպես գալիս ենք, տեսնում ես մի երևի 10 օրից 20 օրից էլ ստեղ է, բերքաբերել ենք աշխատել։ Համայնքի ղեկավարը նշեց, որ Գիրանցում նոր տուն կառուցել շատերն են ցանկանում, բայց բախվում են բանկային խնդիրների։ Ես կխնդրեի մեր կառավարությունը հատուկ ուշադրություն դարձնի այս դեպքի համար, որ Գիրանցեցին ինքը, այդ որը որ բանկերի հետ խնդրեմ ունի եւ այլը, կարենա այս լավ այս հրաշք ծրագրից օգտվի։ Իհարկե գյուղացիների համար անակնկալ էր, որ սահմանագիծն անցավ ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին իրենք կամ այն փաստացի սահմանով, որը եղել է մինչև 1991 թվականը։ Հեշտ չէ կորցնել մշակված այգիներ, արտեր, բանջարանոցներ։ Գիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30-ից 40 հեկտար աշնանացան։ Հիմա կիսով չափ կրճատվել է։ Հասկանալի պատճառներով կրճատվել է նաև խոշոր եղջերավոր անասունների թիվը, բայց մարդիկ պատրաստ են անցնել խելացի անասնաֆերմաներին, բայց նախ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելուց հետո։ Գիրանցը ունի նաև նոր դպրոց։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից գյուղի աշակերտները բարձր աստիճանի վթարային շենքից տեղափոխվել են բոլոր հարմարություններով ապահովված ժամանակակից նոր դպրոց։ Գիրանցեցին այսօր էլ պահանջներ եւ առաջարկներ ունի կառավարությանը։ Նախադպրոցական հասակի մոտ 4 տասնյակ երեխա կա, որոնց ծնողները երազում են մանկապարտեզի մասին։ Գյուղը նաև բուժկետ չունի։ Տեղացիները մտածում են նոր այգի ու ֆերմա հիմնելու, բնական գազ ունենալու, նոր տուն կառուցելու մասին, բայց ոչ արտագաղթի։ Առանց ընկճվելու այսօր 460 գրանցված բնակչություն կա։ Գիրանցը երբեք չի կոտրվելու։ Գիրանցը կանգուն մնալու։ Հարմարվելով նոր իրավիճակին գիրանցեցիները անամբեր սպասում են, թե երբ է իրականություն դառնալու գյուղի զարգացման, նորացման կառավարության խոստացած նոր ծրագիրը։ Ճարտարապետները, մասնագետները արդեն իսկ սկսել են իրենց բարդ գործը։ Երևի թե միջադեպը չունեցող հանրապետությունում ծրագիր ալնելու, թույլ տալու բարեկարգել գյուղը, ստեղծել նոր նախագծային դիզայն կոդեր, բարեփոխվելու են գյուղի փողոցները, ստեղծելու են նոր հասարակական գոտիներ, հիմնովին վերակառուցվելու են տանիքները։ Լինելու է նոր թաղամասի էսքիզային նախագիծ, որի շրջանակում տներից զատ գյուղում կկառուցվեն նոր մանկապարտեզ ու բուժկետ, կբարեկարգվի համայնքապետարանի շենքը, որն իր մեջ կներառի նաև համայնքային կենտրոն։ 4 դարից գյուղում արմատներ գցած գիրանցեցիները զբոսաշրջիկներին ցույց տալու շատ բան ունեն՝ հուշարձաններ, եկեղեցիներ, անտառներ ու ոչ միայն։ Բրինջ կամ, ինչպես տեղացիներն են ասում, փռնչքի տեսակի այս ծառը ավելի քան 700 տարեկան է։ Գիրանցի հուշահամալիրի այս տարածքում ժամանակին նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմը։ Դպրոցի և միջպետական ճանապարհի հարևանությամբ պետության օժանդակությամբ վերականգնվում է 19-րդ դարի Բազիլիկ ոճի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը կիսով չափ հողի տակ էր, տանիքն ամբողջովին ավերված։ Շինարարական աշխատանքները սկսել ենք 2024 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականի հունիսի վերջ։ Իրականացրել ենք ամբողջությամբ եկեղեցու վերականգնումը։ Եկեղեցու շուրջ հույս ունենք, որ պիտի զարգանա գյուղի համայնքային կյանքը, պիտի լրացնենք այն բացը, որը որ եղել է տարիների ընթացքում, այն բացը, երբ աղոթք չի հնչել այստեղ, այլևս պիտի ընդհատվի դա եւ մեր պապերի աղոթքը պիտի շարունակություն ստանա։ Գիրանցեցիները միաբերան պնդում են, իրենք վախեցող ու արտագաղթող տեսակ չեն։ Հավելում են, եթե գյուղը դիմացել եւ մնացել է մոնղոլների եւ Շահ Աբասի արշավանքներից հետո, ապա անկախ Հայաստանում կմնա ու կշենանա։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։
Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների եւ ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Այս որոշումից կարող է արդյոք դուժել նաեւ Հայաստանը, կփորձենք հասկանալ Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչի հետ է կապված այս որոշումը։ Հիշեցնեմ, արդեն 1 ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգները եւ Իրանը բանակցություններ են շարունակում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այդ միջուկային գործարք կոչվածի մասին է խոսքը։ Եվ ահա շաբաթ օրը, այսինքն վաղը Հռոմում պետք է կայանար այդ բանակցությունների հերթական 4-րդ փուլը։ Եվ բանակցություններից օրեր առաջ հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը չի կայանալու, պատճառաբանությունը լոգիստիկ եւ տեխնիկական բնույթի հարցեր են, բայց բնական է, որ դա պատրվակ է, իսկ իրական պատճառները քաղաքական են։ Այսօր պետք է կայանար Իրանի հանդիպում, ներկայացուցիչների հանդիպում, այսպես կոչված Եվրակի հետ, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա, այդ դա նախապատրաստական հանդիպում էր Իրան Միացյալ Նահանգներ հանդիպման համար։ Այդ հանդիպումը եւս չի կայացել։ Ամենայն հավանականությամբ այս բանակցությունների հերթական փուլի այսպես չկայացման պատասխանատուն ամերիկյան կողմն է, քանի որ հայտնի է, որ ԱՄՆ-ն չի հաստատել Հռոմում այդ հանդիպման ներկա լինելու իր պատրաստակամությունը։ Պետք դեպքում հայտարարել, որ առայժմ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ տեղի կունենա այդ 4-րդ փուլը, բայց խոստացել են, որ այն անպայման կայանալու է եւ հույս են հայտնել, որ շուտով կկայանա։ Բայց ավելի կարևոր է այն չափազանց կոշտ հայտարարությունը, որով հանդես եկավ Դոնալդ Թրամփը, հակաիրանական ընդգծված կոշտ հայտարարություն, որում սպառնացել է պատժամիջոցների կիրառման բոլոր այն պետություններին եւ մասնավոր ընկերություններին, որոնք այսուհետ Իրանից նավթամթերք, նավթ եւ քիմիական արդյունաբերության ապրանքներ ձեռք կբերեն։ Սա իսկապես նորություն է, ամենևս այդպիսի կոշտությամբ երբեք չի հնչեցրել։ Մեջբերեմ նրա խոսքերը. ցանկացած պետություն կամ անհատ, որը այսուհետ ձեռք կբերի Իրանից ցանկացած քանակի նավթ կամ նավթաքիմիական արտադրություն, անհապաղ կբախվի երկրորդական պատժամիջոցներին։ Եվ պարզաբանել է, թե ինչ տեսք կունենան այդ պատժամիջոցները։ Խոստացել է, որ այդ պետությունը կամ մասնավոր անձը կամ ընկերությունը, որը Իրանից նավթամթերք կամ նավթաքիմիական արտադրություն ձեռք կբերի, չի կարողանա որևէ տեսակի համագործակցություն ունենալ ամերիկյան ընկերությունների հետ եւ բիզնես ծավալել Միացյալ Նահանգների տարածքում։ Իրանի կողմը անմիջապես արձագանքել է, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդպիսով Միացյալ Նահանգները փորձում են խանգարել Իրանի համագործակցությանը զարգացող պետությունների հետ եւ անվանել է Դոնալդ Թրամփի այս սպառնալիքը ոչ այլ կերպ, քան տնտեսական ահաբեկչության դրսևորում։ Արդյոք Հայաստանը եւս օգտվում է իրանական շուկայից, այսինքն մեզ եւս սպառնում է սա։ Նախ պետք է ասեմ, որ առայժմ Թրամփի խոսքերը ոնց հասկանում եմ սպառնալիք են ավելի շատ, որովհետև որևէ որոշման մասին ոչ մի հրապարակում չեմ տեսել։ Համենայն դեպս պաշտոնական խողովակներով ամերիկյան վարչակազմը հարևան պետություն այլ պետություններին չի տեղեկացրել ահա այդպիսի նոր պատժամիջոցների մասին։ Հավանաբար դա ավելի շատ գործիք է բանակցությունների վճռական փուլից առաջ Իրանի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այդ բանակցություններում Իրանը ավելի թույլ զգա իրեն։ Բայց եթե այդ 4-րդ փուլը բանակցությունների իսկապես չտա այն արդյունքը, որը ակնկալում էին ամերիկացիները, այդ պատժամիջոցները կարող են իրականություն դառնալ եւ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը իսկապես զգալիորեն կտուժի։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն այն գլոբալ նախագծերին, որոնք առայժմ թղթի վրա են, խոսքը Իրան-Հայաստան նավթատար կառուցելու ծրագրի մասին է կամ Մեղրիից ոչ հեռու նավթամշակող գործարան կառուցելու մասին է, այլ նաև ներկայումս շարունակվող համագործակցության մասին։ Հայտնի է, որ հայկական ընկերությունները Իրանից գնում են ոչ մեծ ծավալի, բայց ամենայն դեպս գնում են բենզին, նավթամթերք տարբեր, ավիաբենզին եւ իհարկե նաև քիմիական արտադրության տարբեր արդյունաբերության տարբեր
ապրանքներ։ Եվ եթե այդ պատժամիջոցները իրականություն դառնան, բազմաթիվ հայկական ընկերություններ իհարկե դրանից կտուժեն եւ անուղղակիորեն կտուժի նաեւ Հայաստանի տնտեսությունը։ Նշեմ, որ ամերիկյան նախորդ դեմոկրատական վարչակազմը, այսպես ընկալումով է վերաբերվում դրան, որ Հայաստանը ստիպված է Իրանի հետ համագործակցել, հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը եւ համեստ էներգետիկ համագործակցության ծավալները Հայաստանի ու Իրանի միջև ամերիկյան դեմոկրատական վարչակազմը աչք էր փակում այդ ամենի վրա եւ այսպես ուշադրություն առանձնապես չէր դարձնում։ Ներկայիս հանրապետական վարչակազմը ոնց հասկանում եմ այլ կերպ է տրամադրված։ Եվ եթե Թրամփը իսկապես իր խոստումը իրականություն դարձնի, կարծում եմ իր պատժամիջոցները կլինեն տոտալ եւ որևէ այսպես բացառություն չեն ենթադրի։ Հարցում իսկ նախկինում երբևէ տուժել է Հայաստանը ամերիկյան պատժամիջոցներից ու կոնկրետ Իրանի հետ համագործակցության համար։ Մի քանի անգամ ամերիկյան պատժամիջոցների ցուցակներում հայտնվել են հայկական ընկերություններ։ Վերջին անգամ 23 թվականի ապրիլին Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը հրապարակել էր 10 պետությունների 28 ընկերությունից բաղկացած ցուցակ, այդ ցուցակում կար նաև 2 հայկական ընկերություն։ Մինչ այդ էլ ավելի շուտ տարիներ առաջ եւս 2 այլ ընկերություն նույնպես ամերիկացիների կողմից պատժամիջոցների էին ենթարկվել այն բանի համար, որ Իրանին վաճառել էին այնպիսի ինչ-որ տեխնիկա, որը կարող էր օգտագործվել նաև միջուկային արտադրության մեջ։ Իհարկե դրանք մասնավոր ընկերություններ էին, պետությունը որևէ առնչություն այդ գործարքների հետ չուներ, բայց այնուամենայնիվ անուղղակիորեն դրանից ենթադրում եմ տուժել է նաև Հայաստանի տնտեսությունը, իսկ այս դեպքում, եթե այս պատժամիջոցները իրականություն դառնան, հետևանքները կարող են մեզ համար շատ ավելի լուրջ լինել։ Շնորհակալություն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո անցնող շաբաթվա կարևոր միջազգային իրադարձություններ կամփոփի իմ գործընկեր Ալլա Ղալաջյանը։ Բարև ձեզ։ Հորիզոնի թողարկման այս հատվածում կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Այս շաբաթ գլխավոր ուշադրությունը Ուկրաինայի շուրջ էր։ Երկար ձգձգումից հետո հազվագյուտ հանածոների մասին գործարք կնքեցին Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան։ Բայց սա զուտ տնտեսական գործարք չէ։ Վերլուծաբանները կարծում են, որ այն մեծապես կազդի խաղաղության բանակցությունների ողջ ընթացքի վրա։ Ու պատահական չէ, որ այդ ստորագրումից ընդամենը ժամեր անց Միացյալ Նահանգները հայտնեց, թե Վաշինգտոնը կշարունակի գործադրել իր ջանքերը խաղաղության հասնելու համար, բայց այլևս չի պատրաստվում ամեն առիթով թռչել աշխարհի մյուս ծայրը միջնորդելու։ Հիմա Ռուսաստանն ու Ուկրաինան իրենք պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն։ Դեռ ավելին, Սենատն էլ այժմ պատժամիջոցներ է նախատեսում Մոսկվայի համար, եթե վերջինս ձախողի բանակցությունները։ Հազվագյուտ հանածոների ստորագրման մասին ընդամենը 1 օր առաջ խոսել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, նշելով, թե այն կստորագրվի 24 ժամվա ընթացքում, եւ այդպես էլ եղավ։ Միացյալ Նահանգների կողմից այն ստորագրեց ֆինանսների, իսկ ուկրաինական կողմից էկոնոմիկայի նախարարը։ Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան եւ երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ Թե որոնք են այդ գործարքի հիմնական էությունը ներկայացրել է ուկրաինացի պաշտոնյան։ Ուկրաինայի տարածքում բոլոր ռեսուրսները մնում են Կիևի սեփականությունը եւ Կիևի վերահսկողության տակ։ Ուկրաինան ու ԱՄՆ-ն համատեղ կկառավարեն հիմնադրամը եւ կողմերից ոչ մեկը վճռորոշ ձայն չի ունենա։ Գործարքը չի նախատեսում փոփոխություններ մասնավորեցման գործընթացներում կամ պետական ընկերությունների կառավարման մեջ, որոնք կշարունակեն պատկանել Ուկրաինային։ Հիմնադրամը համալրվելու է բացառապես կարևորագույն նյութերի, նավթի եւ գազի ոլորտում նախագծերի նոր լիցենզիաների ստացված եկամուտներով։ Հիմնադրամի եկամուտներն ու ներդրումները չեն հարկվի ոչ ԱՄՆ-ում, ոչ Ուկրաինայում։ Միացյալ Նահանգները կօգնի Ուկրաինայի ներդրումներ եւ տեխնոլոգիաներ ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ այլ երկրների հիմնադրամներից եւ ընկերություններից։ Նախարարի խոսքով ակնկալվում է, որ առաջին 10 տարում հիմնադրամի եկամուտները չեն բաշխվի։ Ուկրաինայում հնարավոր կլինի միայն ներդրումներ կատարել նոր նախագծերում կամ վերականգնել երկիրը։ Սվիրիդենկոն Facebook-ում գրել է, որ պայմանները հետագայում կքննարկվեն, հավելելով, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։
Իսկ մասնավորապես ինչ հազվագյուտ հանածոներ ունի Ուկրաինան, BBC-ն հրապարակել է այդ ցանկը։ Ըստ դրա երկրի տարածքում գտնվում է աշխարհի ռազմավարական նշանակության հանածոների 5%, այդ թվում տիտան, ուրան, պղինձ, կապար, ցինկ, արծաթ, նիկել, կոբալտ, մանգան ու այլ հանածոներ։ Ուկրաինայի հանքային պաշարների մասին հանրապետական ազդեցիկ սենատորներից մեկը սկսեց խոսել 2024 թվականին, նշելով, որ դրանք կարևոր են Արևմուտքի համար։ Նա հայտարարել էր ԱՄՆ-ի հետ համատեղ դրանց արտադրության հնարավորության մասին։ Ուկրաինացիները նստած են 10-ից 12 տրիլիոն դոլարի կարևոր օգտակար հանածոների վրա։ Նրանք կարող են լինել ամենահարուստ երկիրը ամբողջ Եվրոպայում, եւ Պուտինը ցանկանում է կիսել այդ ակտիվները Չինաստանի հետ։ Եթե մենք հիմա օգնենք Ուկրաինային, նրանք կարող են դառնալ լավագույն բիզնես գործընկերը։ Ավելի ուշ այս գաղափարն ընդունեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 2024 թվականի սեպտեմբերին այն ժամանակվա նախագահի տեխնացու Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հենց ուկրաինացի առաջնորդն առաջարկեց, որ Միացյալ Նահանգները տնտեսական բաժնետոմ ստանա Ուկրաինայի բնական պաշարներում եւ կարևոր օգտակար հանածոներում։ Իսկ Ամերիկայի նախագահի վարկածով ուկրաինական օգտակար հանածոների ստացված եկամուտը պետք է լիներ ԱՄՆ-ի համար արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության փոխհատուցումը։ Կիևի եւ Վաշինգտոնի միջև կնքված ուկրաինական հանքային գործարքը կօգնի Միացյալ Նահանգներին փոխհատուցել այն միլիարդները, որոնք նա ծախսել է աջակցելու երկրին, որն ավելի քան 3 տարի պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից։ Ընդ որում Միացյալ Նահանգները կստանա նույնիսկ ավելին, քան 350 միլիարդ դոլարը, որը ծախսվել է այս օգնության համար։ Այս մասին 5-շաբթի մայիսի 1-ի առավոտյան News Nation լրատվական ցանցի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Համաձայնագրի առաջին տարբերակը ուկրաինական իշխանությունները հրաժարվեցին ստորագրել եւ այն վերադարձրին սեփական առաջարկներով։ Մասնավորապես ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով ըստ լրատվամիջոցների համաձայնագրի առաջին տարբերակը ենթադրում էր, որ Ուկրաինան եւ ԱՄՆ ստեղծեն համատեղ հիմնադրամ, որում կներդրվեն ընդերքի ռեսուրսների զարգացման իրավունքները։ Հանքարդյունաբերությունից ստացված եկամուտը պետք է բաշխվեր հավասարաչափ 50-50, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը թարմացրեց իր պայմանները եւ ավելի կոշտացրեց դրանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում էր ապահովել հիմնադրամի սեփականության 100%-ը։ Ուկրաինայում դիտորդներն այդ առաջարկն անվանեցին ստրկական, իսկ արևմտյան լրատվամիջոցներն այն նույնիսկ համեմատեցին առաջին համաշխարհային պատերազմից հետո պարտվածներին պարտադրված փոխհատուցման համաձայնագրերի հետ։ Ավելի ուշ փետրվարի 20-ին Աքսոսը հայտնեց, որ Թրամփի վարչակազմը Ուկրաինային տրամադրել է հանքանյութերի մասին համաձայնագրի բարելավված նախագիծ։ Փետրվարի 26-ին համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից, իսկ հաջորդ օրը Վաշինգտոնում հայտարարվեց դրա հաստատման մասին։ Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին եւ մեծ պատվիրակությունը հատուկ ժամանեցին Միացյալ Նահանգներ պաշտոնյաների համար հանդիսավոր կերպով ստորագրելու շրջանակային համաձայնագիրը։ Թվում էր, թե ամեն ինչ ընթանում էր լավ, սակայն Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ զրույցի ժամանակ տեղի ունեցավ հայտնի վեճը եւ համաձայնագրի ստորագրումը ձախողվեց։ Այնուհետև ապրիլի 16-ին Բլումբերգը հայտնեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղմացրել է գործարքի պայմանները, զգալիորեն նվազեցնելով Կիևին նախկինում տրամադրված օգնության գնահատականը, որը Ուկրաինան պետք է վերադարձնի ԱՄՆ ռեսուրսների հաշվին։ Համաձայնագիրը ըստ Շմիգալի ոչ մի կերպ չի խանգարի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Ալա Ղալեչյան, Հորիզոն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները հեշտ ասել դժվար է, բայց երբ Թրամփին հարցրել են, թե արդյոք Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմը, նա այո է ասել։ Բայց նաև իր դերը հատուկ շեշտելով նշել է, որ եթե ինքը չհաղթեր ընտրություններում, Վլադիմիր Պուտինը կտիրեր ամբողջ Ուկրաինան։ Ռուսաստանն իր հերթին հայտարարեց, որ հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ երրորդյա հրադադար կարող է հայտարարել, բայց այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց։ Ռուսաստանը հայտարարեց, որ մարդասիրական նկատառումներով մայիսի 8-ից մինչև մայիսի 11-ը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Մոսկվան կարծում է, որ Կիևը պետք է հետևի այդ օրինակին, բայց խոստացել է տալ համաժեք պատասխան, եթե ուկրաինական ուժերը խախտեն հրադադարը։ Սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, թե Կիևը չի ասել իրենք կմիանան, թե ոչ։ Հենց նախագահ Պուտինն է բարի կամքի ժեստ դրսևորել եւ երեք հայտարարել, որ հաղթանակի օրը հաղթանակի տոնին կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Կիևի վարչակարգից արձագանք մենք նույնպես չենք լսել եւ առայժմ դժվար է հասկանալ, Կիևի վարչակարգը պատրաստվում է դրան միանալ, թե ոչ։
Կիևն իրականում խոսեց, պարզապես այս կերպ. Մենք արժևորում ենք մարդկային կյանքը, այլ ոչ թե շքերթները։ Հրադադարը պետք է սկսվի անհապաղ, այլ ոչ թե ընդամենը մի քանի օրով, որպեսզի հետո նորից սկսվի սպանդը։ Անհրաժեշտ է անհապաղ, լիակատար եւ անվերապահ հրադադար, առնվազն 30 օրով։ BRICS-ի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ այսպես արձագանքեց. Մեր առաջարկը, որը հնչեցրեց նախագահ Պուտինը, ուղիղ բանակցությունների սկիզբն է, առանց նախապայմանների։ Այս իրավիճակում հրադադարը դիտվում է որպես նախապայման, որը կօգտագործվի Կիևի ռեժիմին հետագա աջակցություն ցուցաբերելու եւ նրա ռազմական հնարավորություններն ամրապնդելու համար։ Կարճ ժամանակով հրադադարի գաղափարին այնքան էլ չեն աջակցում Սպիտակ տանը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է մշտական զինադադար եւ այս հակամարտության խաղաղ լուծում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը անհետետ է անվանել երրորդյա հրադադարի գաղափարը Fox News-ի եթերում։ Նախագահը ցանկանում է մշտական համապարփակ զինադադար ցամաքում, օդում, ծովում, ներառյալ ենթակառուցվածքները, առնվազն 30 օրով երկարաձգման հնարավորությամբ, ասել է նա։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես պահանջել է ավելի երկար զինադադար։ Քելոգի հայտարարությունից հետո ուկրաինական կողմը դարձյալ հայտարարություն արեց։ Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին այն դիրքորոշման համար, որ կրակը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Սա հասկանում են բոլորը, ովքեր ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել միջուկային հարվածի եւ Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։ Եթե այսպես շարունակվի եւս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են սպանվել եւ այն կարող է վերաճել միջուկային պատերազմի։ Սա պետք է դադարեցվի, այս վարչակազմի քաղաքականությունն է դադարեցնել դա, եւ ես ձեզ երաշխավորում եմ, որ նախագահը հրահանգում է իր բոլոր աշխատակազմին, այդ թվում ինձ, շատ ջանասիրաբար աշխատել այդ նպատակին հասնելու համար։ Այս հրադադարի թեման քննարկելու հնարավորություն ունեցան անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ոչ ավելի ոչ պակաս Հռոմի Պապի հողարկավորության ժամանակ։ Դրանից հետո լրատվամիջոցները գրեցին, թե այդ զրույցը Թրամփը կիսատ է թողել, բայց եւ այնպես Ուկրաինայի նախագահը խնդրել է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ վերանայել հրադադարի առաջնահերթությունները։ Սա երկու առաջնորդների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որը տևել է 15 րոպե։ Դրան հաջորդող օրերին Թրամփը թեև մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի կողմից հրթիռային հարձակումների առնչությամբ, բայց իր պաշտոնավարման 100 օրը ամփոփող հարցազրույցում, երբ ուղիղ հարց էին տվել, թե արդյոք Պուտինն ուզում է ավարտել պատերազմը, նա ասել էր. Ես կարծում եմ, այո, եթե իմ ազդեցությունը չլիներ, նա հնարավոր է փորձեր գրավել ամբողջ Ուկրաինան։ Մեկ այլ հարցազրույցում նա ասել էր, որ հակամարտությունն այժմ վերջնական փուլում է եւ պետք է սպասել զարգացումների։ Այժմ արդեն ամերիկյան կողմը նշում է, որ այդ հանածոների մասին համաձայնագիրը կարող է նպաստել խաղաղությանը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Թրամփն այս ընթացքում լրատվամիջոցների առաջին էջերում է իր խաղաղության օրակարգերով, բայց հակառակ դրան իր պաշտոնավարման 100 օրը նա դիմավորում է ամենացածր վարկանիշով։ Ամերիկյան առաջատար մի քանի լրատվամիջոցի անցկացրած հարցումների համաձայն Թրամփն այժմ ունի վերջին 80 տարվա ընթացքում ամերիկացի ղեկավարների գրանցած ամենացածր վարկանիշը։ Մինչդեռ Թրամփն ինքը 100-օրյա պաշտոնավարման ձեռքբերումները պատմական է որակել։ Նա նույնիսկ պնդել է, թե գերազանցել է նախորդ վարչակազմերի բոլոր ռեկորդները։ Այդպես է թե ոչ դժվար է ասել, բայց շատերը գուցե ռեկորդային որակեն նրա թիմում գրանցված սիգնալային սկանդալը, երբ խիստ գաղտնի չաթում էր հայտնվել ամերիկացի լրագրողներից մեկը։ Այդ սխալի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ու չնայած քննադատություններից հետո նա այժմ հեռանում է այդ վարչակազմից ու որպես ԱՄՆ ներկայացուցիչ նոր պաշտոն ստանում ՄԱԿ-ի գրասենյակում։ Սա դեռ բոլորը չէ։ Լրագրողների հարցին, թե արդյոք կաթոլիկ եկեղեցու հովվապետի նախընտրած թեկնածու ունի, Թրամփն այսպես է պատասխանել. դեմ չէ լինի Հռոմի պապ դառնալ։ Իմ առաջին ընտրությունը ես կլինեի, ասել է ԱՄՆ նախագահը ու ավելացրել, թե իրականում ինքը նախընտրած թեկնածու չունի։ Թրամփն այս հարցում նախընտրություն ունի թե չունի, բայց Հռոմի պապի ընտրությունները մեկնարկելու են մայիսի 7-ին։ Այդ օրը Վատիկանի Սիքստինյան կապելայում կհավաքվի 135 կարդինալների կոնկլավը եւ օր ու գիշեր կմնա այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ չընտրի նոր հովվապետին։
Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ով ամեն կերպ փորձում է ստվերել իր նախորդի քաղաքականությունը, նոր պոնտիֆիկոսը չի հրաժարվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ժառանգությունից, նույնիսկ եթե նա պահպանողական է, ասում են փորձագետները եւ եկեղեցու պաշտոնյաները, հայտնում է Reuters-ը։ Դա նման չէ ԱՄՆ կառավարությանը, որտեղ նախագահը գալիս է եւ փոխարինում է ամբողջ կաբինետին, այսպես է ներկայացրել կաթոլիկ քահանա Թոմաս Ռիզը։ Դավանանքի ու կրոնական թեման ուշադրության կենտրոնում է հայտնվել Հարվարդի համալսարանում։ Այստեղ երկու զեկույց են հրապարակել, մեկը հակասեմիթիզմի, մյուսը հակաիսլամիզմի մասին։ Համալսարանի ղեկավար Ալան Գարբերը ներողություն է խնդրել համալսարանի կողմից ուսանողների եւ անձնակազմի սպասելիքները չարդարացնելու համար։ Այս թեման ուշադրություն գրավեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հարվարդը դաշնային դրամաշնորհից զրկելու Թրամփի մտադրությունը կապված է համալսարանում հակասեմիթիզմի դրսևորումների հետ։ Հիմա հրապարակված զեկույցները նաև առաջարկներ են ներկայացրել այն մասին, թե ինչպես համալսարանը փոխի հաղորդակցության մշակույթը։ Ոչ դավանանքի ու կրոնի թեմայով, բայց ինտենսիվ են շփումները Իրանի իսլամական պետության ու ԱՄՆ-ի միջև։ Չնայած նրան, որ հետաձգվեցին մայիսի 3-ին Օմանում նախատեսված Իրան-ամերիկյան հանդիպումները, կողմերը շտապեցին հայտարարել, որ հետաձգման պատճառը տեխնիկական է եւ հայտնի կդառնա, երբ կողմերը համաձայնության գան։ Չնայած սրան, բանակցություններից կարճ ժամանակ առաջ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց իրանական նավթի վաճառքով զբաղվող 7 ընկերությունների նկատմամբ։ Իրանը դատապարտեց այս գործելակերպը։ Սա գործնականում փոխեց մթնոլորտն ու իրավիճակը, բայց ընդհանրապես բանակցություններից հրաժարվել ոչ ոք չի պատրաստվում։ Մինչ սա նրանք մեկ անգամ արդեն Օմանում հանդիպել են, երկրորդը Հռոմում էր, իսկ երրորդը դարձյալ Օմանում, չորրորդը դարձյալ Հռոմում են նախատեսում։ ԱՄՆ Իրան լարվածությունից բացի վերջին օրերին լարվածությունը մեծանում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Պակիստանից համակային եւ ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին։ Ամեն ինչ լարվեց օրեր առաջ Ջամու եւ Քաշիմիրում խոշոր հարձակումից հետո։ Ապա Նյու Դելին եւ Իսլամաբադը հակընդդեմ քայլեր ձեռնարկեցին, այդ թվում փակելով սահմանային գլխավոր անցակետը։ Հնդկաստանն անգամ սպառնաց կանգնեցնել գետերի հոսքը։ Պակիստանն էլ պատասխանեց, որ եթե Հնդկաստանը գնա այդ քայլին, Պակիստանն այն կդիտարկի որպես պատերազմական ակտ։ Այժմ փաստն այն է, որ կողմերի զինված ուժերը բերված են մարտական պատրաստության եւ այս օրերին փոխհրաձգություն է ընթանում շփման գծի ողջ երկայնքով։ Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, սակայն երկու կողմերն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Հունգարիան դադարեցնում է միջազգային քրեական դատարանին անդամակցությունը։ Այս շաբաթ կառավարության այս որոշումը հաստատեց խորհրդարանը։ Երկրի արտգործնախարարը քրեական դատարանը անվանել էր քաղաքականացված հաստատություն եւ նշել, որ իրենք չեն ցանկանում լինել դրա մաս։ Կառավարությունը այդ որոշման մասին հայտնել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի ձերբակալելու օրդեր էր տրվել միջազգային քրեական դատարանի կողմից։ Ըստ կարգի Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու ձերբակալել Նեթանյահուին, սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ երաշխավորել էր, որ Իսրայելի վարչապետը երկրում չի ձերբակալվի։ Այս շաբաթ Իսպանիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան բարի բուն իմաստով մթության մեջ հայտնվեցին։ Ամենախոշոր հոսանքազրկման հետևանքով էլեկտրաէներգիայից զրկվել էին 3 երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ։ Բավական ժամանակ հետո հոսանքը վերականգնվեց, բայց անպատասխան մնացած հարցեր դեռ այսօր էլ կան։ Մինչ այժմ հստակ չէ այդ մեծ ծավալի հոսանքազրկման պատճառը։ Պորտուգալիայի վարչապետը կոչ է արել Եվրամիությանը օգնել հետաքննության հարցում։ Հետաքննություն ցանկանում է նաև Իսպանիան, միայն թե երկրի վարչապետը հոսանքազրկման համար մասնավոր օպերատորին է մեղադրել։ Իսպանական ցանցային օպերատորը բացառել է կիբերհարձակումը։ Հակառակ այս իրարանցման մութը լույսով լցնելու իրենց ձևն են գտել օրինակ բարսելոնացիները։ Ընդամենը ժամերի ընթացքում համացանցում տարածում էին գտել պարող մարդկանց կադրերը։ Այսքանն ենք առանձնացրել ձեզ համար միջազգային լրահոսից այս շաբաթ։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Ցտեսություն։